Կյանքը դաժան կատակարեց ինձ հետ, ես հիվանդացա օնկոլոգիական հիվանդությամբ, իմ կյանքի գերնպատակը դա մայրանալն է։ Որ ասում է նախախնամությունը ինչ որ տեղ իր դերը, այո, իր դերը խաղաց, այո։ Ձեռքս բռնում են եւ հայտնում են ինձ այդ լուրը։ Ամբողջ կյանքը տառապելու ես, տուժվելու ես, ճիշտ կլինի հենց սկզբից հրաժարվես իրանից։ Ասեց մի հատ կաթիկի փող ես քեզ չեմ տալու, պամպերսի փող չեմ տալու, գնա պահի տեսնեմ ոնց ես պահում այդ երեխային։ Ես վստահ էի, որ ես իրան վերցնելու եմ, բայց վերջնական ես պետք է բոլոր հարցերը կարգավորեի, նոր գնայի իր հետևից։ Հորդորում եմ բոլոր այն կանանց, ովքեր կանգնած են նմանատիպ խնդրի առջև, երբեք մի լքեք ձեր երեխաներին։ Մի արեք, սիրելիներս, նման բան։ Ողջույն, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում, եւ եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվել մեր ալիքին, անպայման դա արեք։ Այստեղ թեմաները շատ հետաքրքիր են, միևնույն ժամանակ ուսուցողական եւ շատ կարեւոր։ Ամեն անգամ ես զրուցում եմ մի մարդու հետ, որը հաստատ ունեցել է կյանքի երկար, դժվարին ճանապարհ, բայց կարողացել է հարթել բոլոր դժվարությունները եւ պայքարել է իր, ինչպես նաեւ երեխաների երջանկության համար։ Այսօր էլ բացառություն չէ։ Իմ հյուրը Մելանիա Վաթինյանն է։ Նա շատ հետաքրքիր կին է, ունի 2 երեխա, որոնց երջանկության համար նա որոշել է, որ պիտի ապրի մենակ երեխաների հետ, ապահովելով նրանց իրենց երջանկությունը։ Մելանիա, բարև ձեզ։ Ողջույն Աննա ջան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը։ Նախ գիտեմ, որ դուք շատ զբաղված եք, աշխատում եք, ունեք 2 բալիկ, բայց ինչևէ ժամանակ գտաք եւ եկաք, որպեսզի խոսեք բոլոր այն խնդիրների մասին, որ կյանքում հանդիպել եք եւ այսօր էլ դեռ շարունակում եք հաղթահարել շատ բաներ եւ ձեր օրինակը վստահ եմ կարող է շատերի համար նաեւ լինել օրինակ, որ կյանքում ամեն ինչ լինում է, բայց չպետք է ընկճվել եւ պետք է պայքարել։ Ճիշտ է։ Եվ գիտեք ինչն է ինձ հետաքրքիր, որ այս ամենը ձեզ մոտ սկսել է մանկությունից։ Գիտեմ, որ դեռ փոքր էիք, քանի տարեկան էիք, որ արդեն դեռահաս տարիքում ձեզ մոտ արդեն խնդիր առաջացավ։ Ինչ էր։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Ես կարծում եմ այսօրվա այս ձեր գեղեցիկ տաղավարը ել ավելի կնպաստի, որ մեր զրույցը լինի անկաշկանդ, շատ անկեղծ եւ շատ ջերմ։ Արդեն իսկ այդ ջերմությունը ես զգում եմ, Աննա ջան։ Ինչ ասեմ, ես սկսեմ նրանից, որ ունեցել եմ շատ ժիր, ակտիվ եւ ուրախ մանկություն, ունեցել եմ հրաշալի ծնողներ, հրաշալի ընտանիք, ցավոք սրտի հայրս վերջին տարիներին լքեց մեզ, մահացավ, շատ ափսոս, բայց փառք Աստծո մայրս ողջ առողջ է, իմ կողքին է, անասելի օգնում է ինձ, ես ամեն օր Աստծո շնորհակալ եմ, որ ինքը կա իմ կյանքում, որովհետև այս ամենը, ինչ դուք ներկայացրեցիք, ես հասնում եմ բացառապես իր շնորհիվ, որ իր օգնության շնորհիվ։ Շատ ակտիվ մանկություն եմ ունեցել, ակտիվ ներգրաված եմ եղել թե մանկապարտեզում եւ թե դպրոցում, բոլոր խաղերի մեջ, բոլոր հանդեսների մեջ, ճամբարների մեջ, բակային խաղերի վարպետ էի կազմակերպման, անընդհատ իմ շուրջը հավաքող, նախաձեռնող եւ այլն, բայց ցավոք սրտի դեռահասության տարիքում կյանքը դաժան կատակարեց ինձ հետ, ես հիվանդացա օնկոլոգիական հիվանդությամբ, սուր լեյկոզով եւ ցավոք սրտի դա այն տարիներն էր 90-ական, երբ որ մեր երկիրը տնտեսական շատ լուրջ ճգնաժամ էր ապրում, այո, եւ պատերազմի տարիներն էր, մութուցուր տարիներն էր։ Ես ճիշտ է 1 շաբաթ ընդամենը պարկեցի ներկայիս Յուլիանի անվան անաբանական կենտրոնում եւ հորեղբայրս Մոսկվայում էր, միջնորդեց, մենք տեղափոխվեցինք արդեն բուժման Մոսկվա, որովհետեւ չկար դեղորայք, չկար ոչ մի ռեսուրս, շատ վատ ծանր տարիներ էին։ Մենք տեղափոխվեցինք Մոսկվա, ես բուժումը սկսեցի շարունակել Բլոխինի անվան ուրուցքաբանության օնկոլոգիչի կենտրոնում։ Բաժանմունքում ամենամեծն էի, կարելի ասել երևի թե չէի հասկանում ինչ է իմ հետ կատարվում եւ ինչ ելքով կարող է այդ ամբողջը ավարտվել։ Շատ երկար ամիսներ մենք պայքարեցինք։ Բայց հիշում եք այդ ժամանակաշրջանը Մելանիա։ Շատ, sense այսօրվա պես ես հիշում եմ ամեն մի ակնթարթ, ամեն մի պահը, ոնց գնացինք, ոնց ընդունեցին մեզ։ Ընդու պատկերացրեք Աստված այնքան մեր կողմից էր, որ այն ժամանակ SNG-ի բնակիչները կրկնակի վճար էին անում բուժման համար,
բայց մայրս բուժաշխատող էր, հայրս հաշվապահ եւ օրենք դուրս եկավ հենց այդ կարճ ժամանակահատվածի համար, կոնկրետ այդ 6-7 ամսվա համար այնքան հետաքրքիր էր, օրենք դուրս եկավ, որ SNG-ի բուժաշխատողների երեխաները բուժումը պետք է ստանան միանվագ կարգով, ոնց որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։ Դե արագ կազմակերպեցին Հայաստանից համապատասխան բոլոր փաստաթղթերը ուղարկեցին Մոսկվա, ես բուժումը սկսեցի, հենց մենք դուրս եկանք, այսինքն ստացիոնարից դուրս գրվեցինք, այդ օրենքը դուրս եկավ։ Այնքան հետաքրքիր էր։ Մի խոսքով մոտավորապես 6 ամիս ես եւ քիմիոթերապիաներով եւ ճառագայթային բուժմամբ, ես շատ ծանր օրեր իհարկե ունեցա, վիճակի վատթարացում եղավ մոտս, ընդհանուր միջև կոմատոզ վիճակներ եւ այլն, այո, բայց դուրս եք, հաղթահարեցի այդ ամենը եւ երկար ժամանակ իհարկե մնացի հսկողության տակ բժիշկների եւ արդեն վերադարձանք Հայաստան, ես արդեն դպրոցն ավարտեցի եւ որոշեցի ընդունվել որևիցե ուսումնական հաստատություն։ Անկեղծ ասած, այդ տարիներին իմ մեջ շատ մեծ սեր ու հետաքրքրություն առաջացավ դեպի բժշկությունը։ Այ հենց դա է ուզում ասնել, միգուցե այդ ամենը ինչ որ դուք տեսել եք, չէ՞ որ ասում են մարդու մանկության տարիները իր վրա շատ կարևոր հետք են թողնում։ Վատ նախադեպեր, այսինքն հիվանդության պատճառով հայտնվեցիք, բայց տեսակ մի աշխարհ, որը լրիվ ուրիշ էր եւ միգուցե հենց դրանից առաջացավ սերը դեպի բժշկությունը։ Այո, հենց դրանից էլ առաջացել, զգացել եմ, որ այդ հատկանիշները իմ մոտ շատ բարձր մակարդակի վրա դրած, մարդասիրությունը, գթասրտությունը, մարդկանց ասում եմ օգնելուց ես գերագույն հաճույք եմ ստանում։ Չգիտեմ, ես կարող եմ չվարձատրվեմ դրա համար, բայց ինձ դա մեծ հաճույք պատճառի։ Ես որևիցե մեկին, որ օգնում եմ, ասենք, աշխատել եմ, շատ ծանր բաժանմունքներում եմ աշխատել, մահացող հիվանդների հետ եմ աշխատել, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող եւ այդ աղերսելով, աղերսանքով աչքերով, երբ որ նայել են քո վրա, որ դու որևիցե մի բան անես, որ վիճակը բարելավես, ու արել եմ դա, ես արդյունքը տեսել եմ, դրանից գերագույն հաճույք կարծում եմ իմ աշխատանքի մեջ ես չեմ զգացել։ Ինչևէ, եկանք Հայաստան, ես շատ տրամադրված էի, որ ընդունվեի բժշկական համալսարան, բժիշկ դառնայի, բայց ցավոք սրտի հայաստանյան բժիշկներս թույլ չտվեցին, որ ես ուսումը առհասարակ թույլ չէին տալի, որևիցե ծանրաբեռնվածություն, թե մտավոր, թե ֆիզիկական, ինձ ընդհանրապես չէր կարելի, բայց եթե ես իրանց լսեի, ես այսօր այս ամեն ինչին չէի հասնի Աննա։ Այսինքն անգամ ուսումնարան չէին թույլ տալիս սովորել։ Այո, անգամ ուսումնարան թույլ չէին տալիս սովորել, բայց ես պայքարեցի, ծնողներիս համոզեցի, մի խոսքով ընդունվեցի բժշկական ուսումնարան։ Շատ ակտիվ, շատ հետաքրքիր, բուռն ուսանողական կյանք եմ ունեցել։ Բայց լավ էիք ձեզ զգում, ամեն ինչ լավ։ Այո, այն մոտ ամեն ինչ նորմալ էր, արդեն այն վերահսկո, այն դինամիկ կարելի ասել, ստուգումները լրիվ վերացել էր, ես էլ այլևս բժշկի չէի գնում, ամեն ինչ ընկել էր իր հունի մեջ։ Այդպես, ավարտելով ուսումնարանը, ինձ, քանի որ գերազանց ավարտեցի կարմիր դիպլոմով, եւ ինձ առաջարկեցին որպես գերազանց ավարտ եւ իմ հետ եւս մի 20 հոգի կային ուսանողներ, առաջարկեցին մի քանի բուժ կենտրոններում աշխատանք, բայց քանի որ սովորական պոլիկլինիկայի կաբինետային աշխատանքը իմը չէր, հիվանդանոցում ինչ որ ստացիոնար բաժանմունքի ուղակի հերթապահ բուժքրոջ եւ կամ ցերեկային բուժքրոջ աշխատանքը իմը չէր, ինձ ավելի դրայվ էր պետք աշխատանքի մեջ, ես նախընտրում էի ավելի բարդ բաժանմունքներ, վերակենդանացման բաժանմունք, վիրահատարան եւ այլն։ Կամավոր գնում էիք ամենաբարդ, ամենահոգեբանորեն դժվար։ Այո, հոգեբանորեն դժվար։ Էլի նորից մեծ կոնֆլիկտ ունեցա ընտանիքիս անդամների հետ, մայրս առարկում էր, հայրս դեմ էր, մի խոսքով, բժիշկներից մասին էլ չխոսեմ։ Թեպետ ես չէի հսկվում ընդհանրապես բժիշկների կողմից, բայց ամեն պահի, ամեն իմ կյանքում նոր էտապի ժամանակ ես անընդհատ կապը կար իրենց հետ, այսինքն ես գիտեի, որ իրանք ինձ ոչինչ թույլ չեն տալու, բայց ես միևնույնն է գնում էի, խորհրդակցում էի իրանց հետ, ամեն դեպքում ուզում էի հասկանալ, էլի ինձ ինչ կարող է սպասվի այնտեղ։ Հարցնում էիք, բայց միևնույնն է ձեր ասածն էիք անում։ Այո, անում էի իմ ասածը։ Ինչպես Չարաճճի պինգվինը հայտնի մուլտֆիլմում։ Այո։ Այտենց, ու այդ ամբողջ ընթացքում եղավ ընդամենը մի կենտրոն, որտեղ որ կար վերակենդան իմ ուզած աշխատանքը կար, այսպես ասած, առաջարկեցին այնտեղ ու ես դա վնասազգաբանության օրթոպեդիայի գիտական կենտրոնն էր,
վերակենդանացման բաժանմունքում որպես վիրահատանում որպես անեսթեզիստ եւ զուգահեռ հերթապահություններ կար նաեւ վերակենդանացման բաժնում։ Մոտ 20 տարի աշխատեցի այնտեղ, բայց արդեն այնքան հետաքրքիր էր յուրաքանչյուր տեղ գնալով շատ արագ իմ ոնց որ աշխատանքը փոխվում է։ Դե երբ որ մարդը լինում է ձգտումով, աշխատասեր, սիրում է իր աշխատանքը, դա տալիս է իր արդյունքը։ Այո։ Այսպես դուք մտաք բժշկության աշխարհ։ Այո, բժշկության աշխարհ մտա, բժշկության ասպարեզ եւ 2 տարի աշխատելով որպես անեսթեզիստ մի պահ եղավ, որ հայրս որոշեց, որ ամբողջ ընտանիքը պետք է միավորվի, Ռուսաստանում էր աշխատում ինքը, առաջարկեց, որ մենք տեղափոխվենք Ռուսաստան, ինձ խոստացավ, որ ինձ անպայման կընդունի բժշկական համալսարան, երևի թե կաշառեց ձեզ, այո, եւ դուք որոշեցիք գնալ։ Ու մենք ընտանիքով տեղափոխվեցինք արդեն Ռուսաստան։ Տեղափոխվեցինք, բայց ինչ պատճառներով չստացվեց։ Ու եկաք Հայաստան։ Իսկ այս ընթացքում երբ հասցրեցիք ամուսնանալ։ Ամուսնանալ երբ հասցրեցի։ Նախ սկսեմ նրանից, որ այս հիվանդությունը շատ ճակատագրական բիծ թողեց իմ անձնական կյանքի վրա, որովհետև հաշվի առնելով մեր ազգի մենտալիտետը, ինչ ուզում եք ասեք, ինչքան էլ ես լինեմ բուժված, ինչքան էլ ես չունենամ որևիցե սիմպտոմ, ինչքան էլ ես ինձ զգամ առողջ, միևնույն է, արդեն դա այն թեման է, որ ինչ ուզում ես ասա, դա արդեն բիծ է թողել իմ անձնական կյանքի։ Մարդկանց մոտ վախ կար։ Այո, վախ կար։ Ես այդ ընթացքում արդեն հենց այդ տարիներին ես շատ երիտասարդներ իմ կյանքում հանդիպեցի եւ արդար էի գտնվում եւ հարմար էի ու ճիշտ էի գտնում, որ պարտադիր այն երիտասարդը, այո, որ իմ հետ շփվում է, դուրս է գալիս, ինքը պետք է տեղյակ լինի իմ խնդրից։ Պարտադիր կարգով, որովհետեւ դուք գիտեք, որ մեր իրականության մեջ այնպես է, որ եթե ինձանից չիմանան, հաստատ մեկ ուրիշից իմանալու են ավելի լղոզված եւ աղավաղված տարբերակով։ Բացի այդ, հարաբերությունների մեջ ամենաճիշտը անկեղծությունն է։ Այո, նաեւ անկեղծություն է։ Իհարկե, նա պետք է իմանա, վաղը չեմ իսօրը Աստված մի արասե մի բան եղավ, պետք է ինձ մեղադրեն ու ես դրանից պետք է վադրության մեջ գտնվեմ։ Եվ հենց գալիս էր այդ պահը, այդ կուլմինացիոն պահը, որ ես արդեն ասում էի, որ իմ հետ sense բան է տեղի ունեցել, հաջորդ օրվանից կրթ հարաբերություններ ընդհատվում են, շատ հետաքրքիր էր։ Եկավ մի պահ, ես արդեն իսկապես շատ հիասթափվեցի, շատ ու մտածում էի, որ վերջ, ոչ մի անձնական կյանք, ոչ մի բան, գնում եմ կարիերայի հետևից եւ այլն, ապրում եմ իմ կյանքով։ Վերջը։ Այնպես ստացվեց, որ այդ 2 տարիների ընթացքում, որ անեսթեզիստ էի աշխատում, այդ տարիների ընթացքում հանդիպեցի ամուսնուս, ով մասնագիտությամբ երաժիշտ էր, վիրահատվեց մեզ մոտ եւ սիրահարվեցինք, ամուսնացանք, ստացվեց, ընտանիք կազմեցինք, բայց ցավոք սրտի բալիկ չունեցանք, մոտ 10 տարի։ Ճիշտ է, ապրում էինք շատ հաշտ, համերաշխ, հատկապես սկզբում ոչինչ չունեինք, ոչ տուն, ոչ տեղ, ոչ ինչ որ գույք, ոչ մի բան։ Ապրում էինք վարձով, այն 0-ից սկսած մենք սկսեցինք տուն դառնալ, ոնց որ ստեղծել մեր կենցաղը եւ այլն, միասին երկուսով ամեն ինչը փորձեցինք ստեղծել, միջև որ եկավ մի պահ հիպոթեկային տուն վերցնել հասկացողությունը արդեն շատ արդի էր եւ այլն, որոշեցինք հիպոթեկով բնակարան վերցնել, վերցրեցինք, ոնց որ վերանորոգեցինք, կահավորեցինք ու կարծես թե ամեն ինչ իր հունի մեջ էր ընկել, բայց միևնույնն է երեխա չկար, այո։ Շատ չարչարվեցինք, շատ դռներ թակեցինք, շատ մեթոդների դիմեցինք, բայց միևնույնն է անարդյունք։ Հետաքրքիր է։ Այո, որովհետեւ դուք հետո ունեցաք 2 բալիկ։ Այո, շատ արագ ու առանց որևիցե միջամտության, բժշկական միջամտության։ Եկավ մի պահ, որ արդեն անհաշտ էինք եւ որոշեցինք ուղղակի մեր համատեղ ստեղծած գույքը վաճառել եւ առանձնանալ ամեն մեկս մեր կյանքը դասավորել եւ այդպես էլ արեցինք, հաշտ համերաշխ հանգիստ բաժանվեցինք, այո, քաղաքակիրթ ձևով, ինքը իր կյանքով, ես իմ կյանքով, այդպես։ Եվս 5 տարի ես մնացի առանց ամուսին, իհարկե շատ առաջարկներ այդ ընթացքում ունեցա, բայց ցավոք սրտի սենց ասեմ, իմ կյանքի գերնպատակը դա մայրանալն էր, որովհետև ես մի բան եմ հասկանում, եթե ընտանիքը ստեղծվում է, պարտադիր կարգով պետք է լինեն երեխաներ ընտանիքում, պարտադիր։ Ես իհարկե համամիտ եմ նաև այն կարծիքի հետ, որ շատ զույգեր առանց երեխաների իրենց շատ լավ են զգում եւ շատ ներդաշնակ են ու երջանիկ։
Բայց դուք այդ դեպքը չէիք։ Ես այդ դեպքը չեմ։ Ես գտնում եմ, եթե այդտեղ ընտանիքը կա, պետք է լինեն երեխաներ։ Եթե կա կին, պետք է կինը մայրանա։ Պետք է այդ բերկրանքը, այդ զգացողությունը ապրի պարտադիր։ Իսկ ձեզ մոտ չկար վախ, որ հնարավոր է, որ էլի չստացվի։ Ոչ։ Այ այնքան հետաքրքիր էր, որ ես տեսակով շատ աստվածավախ մարդ եմ եւ աստվածապաշտ մարդ եմ։ Չգիտեմ, ես ավելի քան համոզված էի, որ ես մայրանալու եմ։ Առանց երեխա ես իմ կյանքը չէի պատկերացնում, որտեղ ես փոքր երեխա էի տեսնում, անկախ ինձանից արցունքներս գնում էր։ Այդ կարգի ես ցանկություն ունեի, որ այդ ցանկություն ունեի մայրանալու ու փառք Տիրոջի իհարկե։ Ես այդ տարիների ընթացքում իհարկե իմ կյանքում նորից եղան ամուսնության առաջարկներ, բայց բոլոր այն տղամարդիկ, ովքեր առաջարկում էին ինձ, ճիշտ է, մեկը ամուսնալուծված էր, մեկը ինչ-որ կին մահացած էր եւ այլն, բայց ոչ ոք երեխա չէր ուզում։ Բոլորը ուզում էին ընդամենը կին, իրենց կյանքի ընկեր, իրենց կյանքի կողակից։ Իսկ դուք անպայման ուզում եք երեխա։ Այո։ Իսկ երկրորդ ամուսնությունը ստացվեց, երբ որ ստացվեց, միջնորդեցին իհարկե իմ գործընկերուհիները, ում հետ ես աշխատում էի արդեն երկար տարիներ, միակ դեպքն էր երևի, որ համաձայնվեց երեխա ունենալու։ Սենց հիմա որ վեր եմ լուծում ամենը, այս ամբողջ իրադարձությունները, միգուցե մտածում եմ, երևի թե մտածեց, որ երկար տարիներ երեխա չի ունեցել, չի գալու երեխա ունենա, խնդիր ունի երևի։ Կարծում եմ դա էր պատճառը, որտեղ հաջորդիվ ինչ տեղի ունեցավ իմ կյանքում, իր հետ կապված, կարծում եմ հենց դա էր պատճառը, բայց այնուամենայնիվ լինելու բան էր, ամուսնացանք, ծնվեց ձեր առաջին աղջիկը։ Երկրորդ ամսում անմիջապես առանց որևիցե բժշկական միջամտության ես հղիացա։ Այդ ժամանակ քանի տարեկան էիք Մելանյան։ 39 տարեկան։ 39-ում եք ունեցել ձեր առաջին աղջիկը։ Ունեցել եմ 39 տարեկանում։ Վայ, չեմ կարող ասել, դա մի անբացատրելի զգացողություն էր, անբացատրելի, չեմ կարող ես նկարագրել, երբ որ լույս աշխարհ եկավ, իմ առաջնեկը, իմ լույսը, իմ մի հրաշալի հրաշամանուկ, սպիտակամաշկ, բաց մաշկով, բաց մազերով, բաց աչքերով, լրիվ մի հատ հրեշտակ։ Կյանքս անասելի փոխվեց Աննա ջան, 360 աստիճանի տակ կյանքս փոխվեց։ Սենց ոնց որ լրիվ ուրիշ աշխարհում ես լինեի։ Ամեն մի պահը վայելում էի իր հետ, ամեն մի պահը ես զգում էի իր հետ։ Չգիտեմ, ինձ արդեն ոչինչ չէր հետաքրքրում։ Վայելում էի Ալինայիս, անկեղծ չէի մտածում երկրորդ երեխայի մասին, բայց արի ու տես շատ պատահական է երկրորդը ստացվել։ Երկրորդով հղիացա եւ բնականաբար, բայց էլի երջանիկ էիք։ Շատ երջանիկ էի, բայց մի ձևի վախ կար մեջս։ Ինչի՞։ Որովհետեւ ամուսինս դեմ էր, չէր ուզում։ Բացարձակ երկրորդի մասին լսել չէր ուզում, որովհետեւ նախ տարիքն էր իր մեծ ու մտածում էր, որ չգիտեմ, անընդհատ այնքան հետաքրքիր զգացում ուներ իր մեջ, որ անընդհատ էր ասում էր, այս տարիքում, մեծ տարիքում ունենաս, Աստված մի արասե, մի խնդրով լինի, ոնց ենք անելու, արի այս տարիքում նորից էլի դիր, երեխա, էլի նորից տակ դիր, կաթիկ եւ այլն, ոնց որ անընդհատ այդ թեմայով, այդ թեման մեր տանը շոշափվում էր։ Արդեն իմ մոտ էլ էր կասկած առաջացել, բա որ հանկարծ Այ, որ ասում է նախախնամությունը ինչ որ տեղ իր դերը խաղաց, այո։ Այնքան հետաքրքիր էր Ալինաս, որ առաջնեկս անթերի երեխա էր, իմ մոտ կլինիկային պատասխանները այնքան վատ էր եկել, որ ընդհանուր միջև դրել էին պտղի հեռացման հարց։ Այո, մենք արդեն ամիոցենտեզ արեցինք, որ գենետիկայի կենտրոն հանձնեցինք, պատասխանները միջև մաքուր եկավ, չասեմ թե ինչ ապրեցի ես այդ մի 10 օր ընթացքում, որ անթերի երեխա ծնվեց։ Իսկ Սոֆուլս, որ խնդրով ծնվեց, այնքան ճիշտ էր եկել, այնքան նորմալ էր եկել, այնքան տեխնիկան էլ երբեմն։ Այո, որ բայց պիտի ինքը ծնվեր։ Ուրեմն ինքը պետք է ծնվեր, այո, ես ինչքան մտածում եմ, երկար բարակ մեկնաբանում եմ, ինքը պետք է լիներ իմ կյանքում, իմ արևս։ Մի խոսքով, եկավ արդեն այն պահը, որ ես 40 տարեկանում եմ իրան ունեցել, որ ես արդեն Այսինքն երեխաների մեջ տարբերությունը 1 տարի է, ընդամենը 1.5 տարի։ Այո,
Ես այդ օրը երբեք չեմ մոռանա, ես ինքս բուժաշխատող լինելով հանդերձ, ես շատ ծանոթներ ունեմ տարբեր հիվանդանոցներում, ու որ հիշում եմ Ալինայիս ծնվելու օրը, ինչ կարգի ոգևորություն կար տվյալ բաժնում, վիրասրահում եւ այլն, ու հիշում եմ Սոֆուլի ժամանակ, ասենց տարբերությունը շատ մեծ էր, ես անմիջապես զգացի, որ Այսինքն հենց ծնվեց երեխան արդեն պարզ էր։ Այո, հենց ծնվեց միանգամից պարզ դարձավ։ Անկեղծ ասած վերջին շաբաթները անդա Դավիթ Լևոնչը ասում էր, ինչ որ մի բան դուրս չի գալիս, մի հատ մի շաբաթ էլ արի, մի հատ մի շաբաթ էլ արի, բայց չէր կարողանում գտնել ինչն է պատճառը։ Այդ օրը իր ծնվելու օրը լավ հիշում եմ։ Շատ sense ոգևորված էր սրահում մտնոլորտ ասում էին, խոսում էին եւ այլն, հենց Սոֆուլը ծնվեց, Աննա ջան, մի անգամից վիրասրահի մտնոլորտը սառեց։ Մի անգամից չեք պատկերացնի, ոչ մեկ ոչինչ չէր խոսում։ Ոչ ոք, ոչ ինձ շնորհավորեցին, ոչ աչքալուսանք արեցին, ոչ մի բան։ Ես արդեն գլխի ընկա, որ ինչ որ մի բան այնպես չէ։ Հետո այնքան հետաքրքիր էր, երեխային շատ երկար կրծքից պահեցին։ Շատ, ասենք չէին տանում, ու ես անդադ ինչ որ զգացողություններ մոտս, որ ես այլևս այդ երեխային չեմ տեսնելու։ Ու ես էլ սկսեցի արտասվել, ասեցի կներես էլի, որ մենք ոնց չէինք քո նմանի ու քեզ ուզում, ոնց էինք հրաժարվելու քեզանից, ոնց սկսեցի ինքսին հետ խոսել, բարձր խոսել, սկսեցի արտասվել եւ այլն, ու տարան երեխային։ Ինձ տեղափոխեցին արդեն հետվիրահատական բաժին, հետծննդյան եւ չանցած ոչ ոք չի գալիս, չի մոտենում, ոչ ոք ոչինչ չի խոսում։ Բայց չեք հարցնում ինչն է պատճառը։ Ես զգում եմ արդեն, որ ինչ որ մի բան են չի։ Ես զգում էի, որովհետեւ բուժքույրը ինձ ծանոթ էր, նույն բուժքույրներ, ով եղել էր Ալինայի ժամանակ, նույն բուժքույրներ։ Անդադ հարցնում եմ, ասում ինչ կա, Ալինայի ժամանակ նկարներ էիր բերում ցույց տալի, ավելի ակտիվ էի գնում գալիս, թե ինչ կա, կարող է մի բան են չի։ Բա չէ, նորմալ է ամեն ինչ, դու հանգիստ եղի։ Բերեցին ինձ ներարկում արեցին, չեմ կարողանում քնեմ, չեմ կարողանում ինքս ինձ հավաքել եւ մոտենում է ինձ Դավիթ Լևոնիչը նեոնատոլոգի հետ միասին, ձեռքս բռնում են եւ հայտնում են ինձ այդ լուրը, որ այսպիսի բալիկ է ծնվել, ճիշտ կլինի, որ դու իրանից հրաժարվես, այդ երեխաները երեխա չեն դառնում, ամբողջ կյանքդ տառապելու ես, տուժվելու ես, ամբողջ կյանքդ բեռա լինելու այդ երեխան քեզ համար, ճիշտ կլինի հենց սկզբից հրաժարվես իրանից։ Դու Դավիթ Լևոնիչը դու շատ երկար բժշկության ոլորտում անցած ճանապարհով կին ես, կարիերիստ ես, դու մոռանալու ես աշխատանքի մասին, մոռանալու ես առաջնեկիտ մասին, ամեն ինչի մասին մոռանալու ես, որովհետև ինքը կարելի ասել քո կյանքը դժոխքի ա վերածելու, համարյա նման մի բան։ Այ, չեմ կարող ասել ինչ կատարվեց։ Այդ է ուզում հարցնեի։ Դա բառերով ներկայացնելու չէ։ Որոշել եմ չհուզվել, չեմ հուզվելու։ Եվ գնացի։ Իսկապես հենց ուզում եի հարցնել, դուք ասացիք էլի այդ ինչ ոնց է մարդու հետ, ինչ կարող է կատարվի այդ պահին, որ այդքան երեխա սիրելով ունենում ես, քեզ ասում են անդադ նորմալ է ու գալիս են տենց բան են ասում։ Այո։ Այսինքն կյանքդ լրիվ սենց քաոսի ա վերածվում։ Ինչ ուժ պետք է ունենաս, որ դիմանաս դրան, էլի։ Չգիտեմ, ու այնքան հետաքրքիր էր, ասենք ես կողքիս, ասենք ծննդկաններին տեսնելով, անգամ չփորձեցի որևիցե բառ խոսալ, որովհետև ես տեսնում էի իրանց ուրախությունը, բոլորը երեխաներ էին ունեցել, բոլորը ոգևորված զանգահարում էին իրենց հարազատներին, ներկայացնում էին ինչ բալիկա ծնվել, ինչ ուրախ են, իրենց էմոցիաներով էին կիսվում, ու ես այդ վիճակում, ես ուղղակի այնքան համեստորեն ուղղակի վերմակս քաշեցի վրաս ու հանգիստ պարկեցի, ոչինչ չարեցի, որ իրենց ուրախությունը կոպիտ ասած չխաթարվի։ Մի խոսքով հետո զանգեց քույրս ընկերուհուս հետ, զանգեցին, ասեցին սենց բան ա եղել, ասեցի տեղյակ եմ, ինձ արդեն մոտեցել են, ասեց մենք անալիզներ կա, նմուշ են վերցրել երեխայից, ուղարկում ենք մենք գենետիկայի կենտրոն, որ հաստատվի, հետո միջև որ դուրս գրումը, չէի հավատում, ոչ մի ձև չէի կարողանում համակերպվել այդ մտքի հետ։ Հետո արդեն երբ որ տեղափոխեցին ինձ հիվանդասենյակ, ոչ ոք չգիտեր դեռ դրա մասին,
ինձ տարբեր իմ ընկերները եկան արդեն տեսակցության, ոչ ոքին ոչինչ չի ասում, կար իմ այցելուների մեջ մի կենսաբան աղջիկ, որ եկավ երեխային տեսավ, ասեց բացարձակ մի անհանգստացի, որովհետև թե հույսեր տալի, թե ինչ չհասկացա, ասեց, որովհետև ինքը ժամանակից շուտ է ծնվելու, դեռ լիարժեք ինքը զարգացած չի, դու այս դե չէ որ Դաունի սինդրոմով երեխաները տարբերվում են իրենց արտաքինով, չէ, ունենք մողոլոիդ աչքեր, ականջները ցածր վիճակում եւ այլն, շատ իրանք տարբերվում են։ Նայեց, ասեց, այս ամեն ինչը կապված է նրա հետ, որ ինքը դեռ լիարժեք զարգացած չի, թերհասի կա, պատճառը դա է։ Մի մտածի ամեն ինչ նորմալ է եւ այլն։ Սիրտս ընկավ տեղը։ Բայց այդ ընթացքում ինձ նաև այցելության եկավ ինձ շատ հարազատ ընկերներից մեկով, մասնակցության մանկաբույժ էր, եկավ ու մի անգամից ախտորոշեց։ Մի անգամից երեխային նայեց, ասեց Դաունի համախտանիշով է երեխան։ Եվ չեմ կարող ասեմ ինչ օր ընկա ես չեմ կարող ասեմ այդ ինչ ստրես ապրեցի, ես այն որ վերջ արդեն իր խոսքը իմ համար օրենքեր, իր խոսքը իմ համար շատ հիմնավորված էր։ Իչև այդ ոնց որ փորձում եք ինքները ձեզ համոզել, որ չէ, չկա տենց բա։ Այդպես։ Ու շատ մեծ ստրեսի մեջ ընկա հիստերիայի մեջ, բոլորը հավաքվեցին, ինձ ներարկում նորից արեցին, որ հանգստանամ, ու այնքան հետաքրքիր էր այդ ստրեսից անկառավարելի էի դարել ու անդադ ասում էի տարեք երեխային, տարեք իմ մոտից, ոնց որ չեմ ուզում տեսնեմ այդ վիճակները մոտս։ Այդ երևի ինչ որ ինքնապաշտպանական ռեակցիա եղել ուղղակի։ Ես էլ չհասկացա թե ինչ տեղի ունեցավ։ Մի խոսքով ու հետո որ արդեն ուշքի եկա ու մտածում էի որ լավ ես այս ամենի մասին ոնց պետք է ամուսնուս ներկայացնեմ։ Իմ ամենա կարևորագույն խնդիրը դա էր, հատկապես որ նախապես այդքան խոսվել էր, ինքը դեմ էր, ինքը անընդհատ ինչ որ ներքին զգացողություն ուներ, որ մի բան են չի լինելու, ինքը չէր ուզում այդ երեխային, դե այս ամեն ինչը ոնց պետք է ես իրան ներկայացնեմ։ Անդադ դա էի մտածում, լավ ինչ կլինի, ոնց կլինի եւ այլն։ Այդպես զանգահարեց ինքը Մոսկվայում էր, երկրում չէր, զանգահարեց, ասեցի, սենց բան ա տեղի ունեցել, դե կատեգորիկ դեմ ընկա, որ ես երեխային վերցրած տուն գնամ, հանկարծ նման բան չանես, ես կգամ կորոշենք ինչ ենք անում, դու դուրս գրվի, որտեվ արդեն իմ դուրս գրվելու ժամանակն է, դուրս գրվի արի տուն։ Երեխային տեղափոխեցին հետծննդյան բաժանմունք, վերակենդանացման բաժանմունք տեղափոխեցին, ուղղակի ինքան բախտս բերեց, որ այնքան շատ լավ ավագ քույր ուներ բաժանմունքը, ինչը չեմ կարող խոսել բաժնի վարիչի համար, շատ կոպիտ, գռեհիկ մարդ էր վերին աստիճանի, շատ լավ ավագ քույր ուներ Արևիկը, ինչ շատ օգնեց Արևիկը այդ ընթացքում, ոնց որ անդադ կապը իր հետ կար, ես զանգում էի, հետաքրքրվում էի, ինձ ասեց, որ շատ կարճ ժամանակ ունեք, պետք է որոշեք կամ երեխային վերցնեք, կամ մենք կարճ ժամանակ ունենք, էլի երկար չենք կարող մեզ մոտ պահել։ Իսկ ուր են հետո տանում, հատուկ։ Չէ, տանում են մանկատուն, եթե ծնողը հրաժարվում է, երեխային տանում են մանկատուն։ Այդպես գնացի տուն, ինքը Մոսկվայից եկավ, խոսեցինք երկար բարակ, մի մեծ սկանդալ տունը, չեմ կարող ուղղակի բառերով ներկայացնել, թե ինչ էր կատարվում, որ ես դեմ էի, ես այդքան ասում էի, չգնացի, չհեռացրեցիր, ասում եմ դու ոնց ես պատկերացնում, ես այսքան տարի երեխա եմ սպասել, Աստված ինձ պարգևել է այդ պտուղը, ես ոնց գնամ այդ երեխայից հրաժարվեմ, Աստված չի տալի նրա համար, որ լավին վերցնես, վատին դեն նետես, ինչ արեցի ոչ մի ձև չհամոզվեց, ասում եմ հիմա այնպես է, որ պետք է գնանք երեխային փաստաթուղթ հանենք, փաստաթղթերը պետք է տանեմ ծննդատուն ներկայացնեմ, եկան կանգնեցինք ԶԱԳՍ-ի մոտ, որ մտնեմ ես ծննդյան վկայականը ձևակերպեմ, ինչ արեցի չհամաձայնվեց ազգանունը տա։ Ստիպված գնացի, իմ ազգանունը տվեցի, այսինքն ձեր ազգանունով։ Այո, Սոֆրուս իմ ազգանունով է, Վաթինյան է, բալիկիս ազգանունը տվեցի, ծննդյան վկայականը ձևակերպեցի, որպեսզի կարողանամ երեխային փաստաթուղթ ունենալ։ Մեկը ոչ մի վարքյան չեք մտածել նույնիսկ։ Ես վստահ էի, որ ես իմ երեխային վերցնելու եմ։ Ուղղակի ինչի համար ես իրան ժամանակավոր թողեցի հիվանդանոցում ու կապը սպահում էի Արևիկի հետ, որ հանկարծ երեխայից չտանեին։ Որպեսզի ես մեթոդ, միջոց գտնեմ երեխայից պահելու համար, որովհետև ինքը կատեգորիկ հրաժարվեց, ասեց դու ֆիզ արձակուրդի մեջ ես, որտեվ մեծովս ես դեռ ֆիզ արձակուրդի մեջ էի։ Ասեց մի հատ կաթիկի փող ես քեզ չեմ տալու, պամպերսի փող չեմ տալու, գնա պահի, տեսնեմ ոնց ես պահում այդ երեխային։ Կատեգորիկ դրել էր հարցը։ Այո, հարցը կատեգորիկ դրված էր,
մոռացի, հաշվի չի եղել, հաշվի հեռացրել ես, հաշվի ես ու ոչ միայն ինքն էր այդ կարծիքի, այլ իր ծնողը, իր տան անդամները բոլոր դեմ են, ես գիտեի, որ դեմ էին բոլորը։ Անկամ իմ ծնողներն էին դեմ, ինչ մեղքս թաքցնեմ։ Հետո որ անցան արդեն մի որոշ ժամանակ անցավ, ես Սոֆուլին վերցրեցի ու հայրս սկսեց խելագարի պես Սոֆուլին սիրել, ամեն անգամ սիրում էր ու արտասում էր, ասում էր Տեր Աստված, մենք ոնց էինք իրանից հրաժարվելու, մենք ոնց կարայինք առանց իրա ապրենք։ Հետաքրքիր է։ Այդպես շատ մարդիկ ինձ զանգեցին, շատ մարդիկ փորձեցին ինձ օգնել, շատ հասարակական կազմակերպություններ իմ հետ կապի դուրս եկան, բայց ունեի մի շատ մտերիմ մարդ, ով իմացել էր իմ խնդրի մասին, զանգահարեց, օգնություն առաջարկեց եւ ասեց համար թողեց իմ մոտ, ասեց դիմի բարի մամա կազմակերպությանը, ով զբաղվում է հենց մանկալոքության դեմ է պայքարում, դիմի իրանք քեզ հաստատ կօգնեն։ Մարինեն էլի եկավ օգնության։ Այո, Մարինաս եկավ օգնության, աշխարհի ամենաբարի մարդը։ Այդպես։ Ինչպես շատ շատերին։ Զանգեցի Մարինայից։ Զանգեցի, ծանոթացա, ասեց ոչ մի խնդիր չես ունենալու, գնա հանգիստ վերցրա երեխային, ամեն ինչով օգնելու եմ։ Եվ այդպես էլ արեցի, գնացի բարի մամա կազմակերպություն, ամենաթանկ կերերով, ամենաընտիր տակդիրներով։ Գտաս բան, այլ անձեռոցիկ մի հատ բերկեմ։ Հա, ինչքան ասեցի վերահսկել չի լինում։ Չէ, դե լավ, հիմա ինչ կա վերահսկելու, եթե տենց հաստացվում, այս էլ է նորմալ է, մարդ ենք, հոգար չենք։ Էմոցիա է, բայց այդքան հեշտ է այդքան բանի մեջով անցնելը, լիքը մարդ չի օգնում, բայց մի հատ մեկը ոնց որ հրեշտակի պես հայտնվում է կյանքումդ, կարող է ինքը նույնիսկ պամպերսը չտար, բայց խոսքով, հոգեբանորեն, քեզ պատերժ կանի ու դու տեղիցդ պոկվես։ Այդ շատ կարևոր է, էլի։ Բայց ես շատ ուզում եմ, որ մենք Մարինայի մասին խոսանք, որտեվ ինքը շատ մեծ գործ է անում։ Շատ մեծ գործ է։ Ինքը անասելի իմ կյանքը փոխեց, ինքը, չգիտեմ, ինքը այնքան տեղին հայտնվեց իմ կյանքում, ես այս այդ դրվագն էլ կպատմեմ, թե ինչ տեղի ունեցավ իմ հետ այդ պահին, երբ որ ես իր հետ խոսացի ու զգացի, որ ես գտա որ մի ելք։ Երբ որ եկա տուն, արդեն ինքը հիվանդանոցում էր, բայց մի ոտքս հիվանդանոց էր։ Օր չկար, որ ես չգնայի, օր չկար, որ չգնայի վիրակենտրոնացման բաժին չմտնեի, իրան չտեսնեի, չգրկեի, չսիրեի, չլացեի, չգայի։ Տենց օր չկար։ Ես վստահ էի, որ ես իրան վերցնելու եմ, բայց վերջնական ես պետք է բոլոր հարցերը կարգավորեի, նոր գնայի իր հետևից։ Ես թերի ուղակի չէի կարա գնայի իրան բերեի տուն, բոլոր հարցերը լուծված լիներ։ Մի խոսքով բեռնախցիկս լցրեցի, լիքը կերով, լիքը տակդիրներով, խնամքի միջոցներով, ամեն ինչ տվեց ինձ Մարինաս։ Ու միջև, գիտեք, միջև կարելի ասել այն վերջի պահը, այն որ դեռ երեխան հələ դեռ օգտվում էր տակդիրից եւ այլն, ինքը ես միշտ իր աջակցությունը զգացել եմ, միշտ ինքը օգնել է ինձ։ Մի խոսքով եկա տուն, բայց մինչ այդ այնքան հետաքրքիր էր այդ պահը երբեք չեմ մոռանա, որ ես մոտապես երեխան 40 օր մնաց հիվանդանոցում, բայց այդքան կարելի էր պահել, թե 3 ամիս, այո, իրավունք ունեին պահելու, այո։ Մնաց հիվանդանոցում այդ ամբողջ ընթացքում, բայց իմ տունը քաոս էր, ես բացարձակ ոչ մի բանի վիճակի չէի, ես այնց ծանր հոգեբանական վիճակի մեջ էի, երեխաց բացի թողի վիճակում, առանց լողացնել, առանց նորմալ կերակրել, տունը թափթփված, խոսքով անկողնից դուրս չէի գալիս, ստրեսի մեջ էի խայտառակ ձևի։ Հետո այնպես եղավ, այդ օրը չեմ մոռանա, մենք սեփական տուն էր, բակում նստած էի, տենց մի բաժակ ջրով էլի մտքերի մեջ ընկած, զանգեր էի կատարում, սենց խելագարի պես, որ հասկանամ ինչ կարելի է անել, ու այդ պահին, որ արդեն ինձ տվեցի Մարինայի համար, ուղարկեցին ու ես զանգեցի իր հետ խոսեցի։ Ես չեմ կարա ներկայացնեմ, թե այդ ինչ գերբնական ուժ իմ մեջ մտավ։ Ես չեմ կարա ներկայացնեմ, Աննա ջան։ Դա էի ասում։ Ես սենց միանգամից էներջայզերի պես, սենց ոնց որ ես լիցքավորված, ուրախացած տեղիցս վեր կացա, ամբողջ տունը շատ կարճ ժամանակում մաքրեցի, հավաքեցի, երեխայիս լողացրեցի, կերակուրը պատրաստեցի,
ուրեմն այնքան արևներ էի տպել, չեք պատկերացնի, դե իրանց արև երեխաներ են, չեք կոչում, ու ամբողջ տունը զարդարել էի արևներով, ամբողջ տունը զարդարեցի, սիրուն ոնց բերել եմ Ալինայից վարդի թերթիկներով, զարդարանքով, գեղեցիկ սեղան պատրաստելով եւ այլն, նույն ձևով ամբողջ տունը զարդարեցի, զանգեցի իմ հարազատներին։ Բա ձեր ամուսինը։ Ինքը էլի նորից գնաց Մոսկվա, ինքը Մոսկվայում էր աշխատում, գնում գալիս էր, հա։ Ամբողջ տունը զարդարեցի, զանգեցի ամուսնուս հարազատներին, դե իհարկե իրանք չեկան, բայց եկան ինձ շատ մտերիմ մարդիկ, իմ մտերիմ ընկերները շատ մեծ չծավալվեցի, ընդամենը իմ տան անդամների հետ, իմ հարազատների հետ։ Այդպես զանգեցի բոլորին, ասեցի ես երեխային վերցնում եմ։ Բա ոնց, բան եւ այլն, շատերը դեմ ընկան եւ այլն, մի խոսքով ասեցի վերցնում եմ, այսինչ օրը։ Եթե դուք իմ կողքին եք, եթե դուք իմ որոշման հետ համաձայն եք, այսինչ օրը ես սպասում եմ ձեզ մեր տանը։ Սիրուն գնացի, հագուստները բոլոր ընտրեցի, վերցրեցի, գնացի երեխայից վերցրեցի, բերեցի եկեղեցի, կնքեցի ու բերեցի տուն։ Հա, տենց մի անգամից տարակ եկեղեցի։ Տարա եկեղեցի, կնքեցի, շատ սիրուն կնունք արեցինք, շատ գեղեցիկ ձևով, բոլոր ծիսակարգերով ոնց կարգն է, ու բերեցի երեխայից տուն, բերեցի տուն ու սպասեցի մինչև ամուսինս գա։ Երբ եկավ։ Մոտավորապես մի շաբաթ հետո։ Բայց էլի այդ ընթացքում ասում էր ինչ ես բերել։ Չէ, կատեգորիկ դեմ էր, կատեգորիկ, ոչ մի ձև չէր կարողանում ընկալել։ Եկավ ու սկսեց արդեն այն կատրգա կյանքը կարելի ասել։ Այնքան հետաքրքիր էր, ես միշտ մեծիս անընդհատ սովորացնում էի, ասում էի ինքը փոքր է, ինքը ոնց որ պետք է մենք իրան անընդհատ օգնենք, ինքը մեր օգնության կարիքն ունի, անդադ մեծից դեպի լավը տրամադրում է, ինքը հենց գալիս էր միանգամից մեծից հակառակներ տրամադրում, որ դու լավն ես, ինքը դու առողջ ես, ինքը հիվանդ է, քո գլուխը սիրուն է, իր գլուխը մեծ է, դե իրանք տարբերվում են, չէ, իրանց արտաքինով։ Մի խոսքով երեխան սենց նորից էլի սենց շուռ էր գալիս, ինքը գնում էր, ես փո վերափոխում էի, էլի նորից հակառակը, արդեն չեք պատկերացնի, մի հատ եսի ինչի էր, մի հատ դժոխք էր կյանքս վերածվել։ Այդպես հերթական վեճի ժամանակ արդեն համարյա Սոֆուլս 1 տարեկան էր լինում, հերթական վեճի ժամանակ ուղղակի ես զգացի, որ անհնարին է այդ պայմաններում երեխաներից մեծացնել։ Ես այսքան տարի երազել եմ, պայքարել եմ, ես այնքան մոտիվացված եմ եղել, որ պետքա պարտադիր բալիկ ունենամ, ու հիմա ես իմ երեխաները մեծանան այս մթնոլորտում, ամեն օր կռվի, ամեն օր վեճերի մեջ, ամեն օր ինչ որ անտարբերության մեջ, բացարձակ ոչ մի ձև։ Նաև սեփական հոր կողմից երեխայի չընդունվելը, այդ կարծում եմ այդ էլ ձեզ շատ մեծ ստրեսի պատճառ կարող է լինել։ Հետո գիտեք ինչ, ես սենց ասեմ ձեզ, ես գտնում եմ, որ հիմա մեր կանայք շատ պատրաստ են նման իրավիճակների, նրանք շատ կազմակերպված են, կարողանում են իրենց կյանքը այնպես կանոնակարգել, որ ցանկացած կարծում իրավիճակից կարող են ինքնուրույն միայնակ դուրս գալ։ Ես ամենայն դեպս իմ մեջ դա զգում էի, որ ես հանգիստ կարող եմ իմ երեխաներին մենակ մեծացնել։ Շատ դժվար է, ինչի մասն է խոսքը, շատ դժվար է։ Ես այնքան դժվարությունների մեջով եմ անցել, բայց փառք Աստծո ամեն ինչ իմ համար հաղթահարելի է եղել։ Եկավ մի բան, ես ընդամենը զգացի, որ ես պետք է իրանց վերցնեմ ու դուրս գամ այդ տնից։ Երկար այդպես չէր կարող շարունակվել։ Ու հավաքվեցի, գնացի։ Ոչ ոք դեմ չէր։ Մերոնց տուն։ Ոչ, իհարկե դեմ չէ, որտեղ բոլորը գիտեին ինչ է կատարվում։ Չէ, ձերոնք չէ։ Այսինքն ոչ մի տարբերակ չեղավ ձեզ պահելու, հետ պահելու։ Իհարկե ոչ չեղավ։ Ինքը ընդամենը մտածեց, որ իմ մոտ հերթական սրիվն է, ես հիմա կգնամ, կհանդարտվեմ, կհանգստանամ, երեխաներից կվերցնեմ, հետ կգամ, բայց ոչ։ Այս անգամ արդեն ես վերջնականապես որոշեցի, որտեղ ամեն նախապայման ստեղծվեց դրա համար։ Այդպես գնացի մերոնց տուն, Սոֆրիս մի տարեկան եղավ, շատ գեղեցիկ միջոցառում կազմակերպեցինք, տենց նշեցինք, մի խոսքով ու ամբողջ այդ ընթացքում ինձ օգնեց իմ բարի մամաս, իմ Մարինաս, շատ ինձ օգնեց, իհարկե ինչի մասն է խոսքը, այդպես։ Պատահական չի ընտրել իր անունը։ Այո։ Կազմակերպության։ Այո, բարի մամա, շատ ճիշտ եք։ Այտենց։
Այդ ընթացքում երբ սկսեցիք աշխատել, Մելանիա։ Ես ամբողջ ընթացքում կարելի ասել աշխատել եմ, այո, ես գործը չեմ թողել, նախ իմ գործը այնպեսին էր, որ օրթոպեդիայում աշխատելու տարիներին 2 տարի հետո ինձ նշանակեցին Թունարանի վնասվածքաբանական կետի եւ խորհրդատվական պոլիկլինիկայի ավագույր, բա մեծ ծառայություններ եւ մեծ բաժանմունք ու շատ ծանրաբեռնված էր աշխատանքը, շատ ու շեի վերջացնում շատ անգամ լինում էր լրացուցիչ արտահերթ ժամերով գնում էի, բայց ինչպես միշտ մայրս ինձ շատ օգնում էր, այո։ Այդպես, հետո արդեն սկսեցի դատական process-ները, որովհետև ամեն դեպքում ես գտնում էի, որ չպետք է ամբողջ այդ բեռը միայնակ վերցնեմ իմ ուսերին։ Սկսեցի արդեն դատական գործունեությունը սկսվեց, դրանից հետո արդեն հակընդդեմ հայցով ամուսինս մտավ դատարան այն թեմայով, հարցով, որ երեխան իրենը չի, իրենից չէ սերված, այո, ընդհանուր մինչև այդ ճանապարհով էլ անցա, ստիպված եղա DNK-ի քննության տալ, եզրակացություն ունենալ DNK-ի, իհարկե պատասխանները եկավ նենց ոնց որ պետք է լինել, այտենց կարելի ասել երևի 2 ամիսա, որ ես դատական process-ը արդեն ավարտել եմ։ Քանի տարեկան է արդեն Վալիկը։ Վալիկս արդեն 6 տարեկան է, մայիսին կլինենք 7 տարի, այո, 7 տարի։ Պատկերացրեք, այդ 1 տարեկան էր, որ ես այդ դատական գործընթացը սկսել եմ, երևի թե 2 ամիս առաջ, նոր ես պայքարեցի DNK-ով ապացուցեցի, որ Իրանն է, նորից էլի դատարան մտա ալիմենտի բռնագանձման համար, արդեն իրա համար առաջինիս հարցը կարգավորվել էր, ալիմենտից բռնագանձման համար, նոր վերջում այս 2 ամիսա նոր վերջնական արդեն վճիռը եղավ դատարանի, կարելի ասել դատական գործերից ավարտեցի, բայց միևնույն է, ես ինքը ինձ նորմալ փող չի տալիս։ Շատ դժվար է փոխանցումները անում, շատ տարածված երևույթ է դա Հայաստանում, չգիտեմ ինչի հետ է դա կապված։ Ընդամենը մեր արտադրության ոլորտը պետք է աշխատի, շատ համառ ձևով աշխատի։ Մեծ աղջկան էլ չի տեսնում։ Ոչ, բացարձակ ցանկություն չունի տեսնելու 6 տարի հետո պատահական չգիտեմ որտեղից մորս համարը գտնում է, զանգում է մորս, պահանջում է հանդիպում երեխայի հետ, այն էլ ինչի համար, քանի որ արդեն սոֆուլի վճիռը կար եւ եւս բավականին կլորի գումար ոնց որ ուներ ինքը վճարելու, նպատակը ոչ թե երեխային տեսնելն էր, իհարկե ինձ համոզելը, որպեսզի ես դատական գործերս վերցնեմ դատարանից, նպատակը միանշանակ դա էր, ես իրանց հանդիպումից էլ դա զգացի։ Անկամ երեխան պատկերացրեք մոտիկ չգնաց։ Դե երեխան պիտի ճանաչի, որ մոտիկ։ Երեխան նենց սենց ինչ որ հիշողության մեջ մնացել էր իր ընդհանուր տեսքը, բայց ինքը այնքան էր փոխվեց, երացել, ինքը հիմա միայնակ ապրում ու առանց խնամքի, առանց որևիցե, չգիտեմ, տաք ճաշի, այսպես ասած, անխնա վիճակում ու երեխան կարելի ասել անգամ sense մոտիկ էր եկել նստել էր բայց խուսափում էր, բայց մի ձևի խուսափում էր երեխայի մեջ, sense տարօրինակ մի հատ sense նայված կար, անդադ նայում էր վրան, ուզում էր հասկանալ իր հայրն է թե չէ։ Նպատակը ուղղակի դա էր երեխային տեսնելու, որովհետև ինքը մի sense ակնթարթ երեխային տեսավ, երեխան գնաց իդեպ կազմակերպեցինք բարի մամա կազմակերպությունում Մարինայից հետ, որտեվ մտածեցինք, որ կարող է իրան ավելորդություններ թույլ տա, որտեվ այտենց շատ կոպիտ ձևով եմ ես դուրս եկել այդտեղից էլի իր տնից, Մանան ասեց, «Մեր այստեղ կազմակերպենք, որ ինչ որ մի մանրի մենք կողք կտինենք, էլի»։ Այդպես։ Մի խոսքով։ Մելանիա, իսկ այն որ շատ դժվարություններ եղան, երբ որ վերցիք երեխաներին եւ դուրս եկաք տնից, բարձա։ Բայց ինձ հետաքրքիր է այլ առաջի ու երկրորդ երեխայի տարբերությունը ու ձեր կյանքի մեջ փոփոխություն եղավ, թե էլի ամեն ինչ նույն կերպ ընթացավ որպես մայր։ Ինչ առումովի նկատի։ Նկատի ունեմ, երբ որ տանը կա ինչ որ խնդրով տարբերվող երեխա, արդեն առանձնահատուկ պիտի վերաբերվես, դու սկսում ես կյանքին, աշխարհին ուրիշ ձև նայել, թե երկուսն էլ հավասար են։ Չէ, իմ համար երկուսն էլ հավասար են։ Միանշանակ իմ համար Սոֆուլս մեր տան արևն է։ Ես ֆոտոներ կուղարկեմ, դուք կտեսնեք լույսի պես երեխա է, թափանցիկ, ավելի թափանցիկ, քան մեծս է։ Բաց աչքերով, սպիտական մաշկ, մազերը բաց, թափանցիկ, մի հատ հրաշք, եթե գիտեք, ես հենց ասեմ ձեզ, եթե
ասենք մարդիկ կան, որ իրան չգիտեն, ասենք չգիտեն Չեն իր խնդրի ճանաչում, մասին, չեն պատկերացնում, որ ինքը խնդրով բալիկ է։ Փառք Աստծո, մենք չունենք օրգան համակարգերի ախտահարում, այսինքն տուժած չէր օրգանական համակարգը տուժած չէր։ Մենք ոչ մի վիրահատություն չտարանք այս բալիկների պարագայում, շատ տուժում է վահանաձև գեղձը, սիրտը եւ այլն, բայց մենք փառք Աստծո մեր մոտ թեթև տեսակներ, ուղղակի ասում եմ, իմ հիմնական խնդիրը այսօրվա դրությամբ վերականգնողական թերապիաներն են, որովհետև, ասենց ասեմ, պետական համակարգում, պետական վերականգնողական կլինիկաներում իրենց հնարավորություն է տրվում պետպատվերով ընդամենը 1 ամիս ստանալ վերականգնողական թերապիաներ։ Հակառակ դեպքում դրանք բավականին թանկարժեք են եւ վճարովի են, մեկ պարապմունքը սկսվում է 5-8-10 հազար դրամից սկսած։ Եվ իհարկե իմ կարգավիճակում գտնվող կնոջ համար շատ դժվար է երեխաներին վճարովի հիմունքներով տանել, իսկ նրանք այն երեխաներն են, որ անընդհատ վերականգնողական թերապիաների կարիք ունեն, այսինքն հենց դու ընդհատում ես, դա զգացվում է, այո, դեգրադացվում են։ Ճիշտ է, ինքը 1 տարեկանից գնում է մանկապարտեզ, ինքը շատ սոցիալիզացված բալիկ է, ես երկար, ասենք, մանկապարտեզը մասնավոր գնաց, ես էլի աշխատեցի օրթոպեդիայում նորից, ոնց որ Ալինայի դեպքում էր, ինչ ուզում ես արա, թերապիաները դառնան անվճար, պետք է պետությունը մի փոքր հոգսը թեթևացնի մեր կարգի կանանց, մեր կարգավիճակում գտնվող կանանց։ Մելանիա, այս ամենի մեջ ինձ զարմացնում է նաև այն փաստը, որ դուք ոչ միայն չթողեցիք ձեր կարիերան, այլև անընդհատ առաջ գնացիք եւ ձեր աշխատասիրության շնորհիվ ու երկար ինչքան ժամանակ է աշխատում եք որպես ավագ բուժքույր։ Ես ընդունվել եմ օրթոպեդիայի վնասվածքաբանության կենտրոն 20 թվականին, աշխատել եմ այնտեղ 20 տարի, 2 տարի հետո 2002 թվականին տեղափոխվեցի որպես ավագ քույր, բացի դրանից ստանձնել էի նաև գլխավոր բուժքրոջ պարտականությունները, քանի որ մենք հաստիկով գլխավոր բուժքույր չունենք, կարելի ասել բոլոր պարտականությունները ինձ էր հանձնարարված ու ես գերազանց դա կատարում էի ու սիրով, ես միշտ իմ աշխատանքը շատ սիրել եմ, այդ կազմակերպչականը, այդ նախաձեռնելը, դա լրիվ իմն է։ Դրանից հետո այնպես ստացվեց, որ կենտրոնը վերապրոֆիլավորվեց որպես կովիդ կենտրոն, տնօրենս ոնց որ դուրս եկավ, մի քանի հոգի իր հետ դուրս եկանք նամանավանտել այլ կլինիկայից, ունեի առաջարկ մասնավոր կլինիկայից, 1 տարի աշխատեցի մասնավոր կլինիկայում եւ դրանից հետո Ուրցքաբանության ազգային կենտրոնում աշխատում էր իմ շատ մտերիմ ընկերուհին, հերթական անգամ իր մոտ այցի էի գնացել, առաջարկեց տեղափոխվել իրենց մոտ։ Մասնավոր կլինիկան իմը չէր անկեղծ, որովհետև կաբինետային աշխատանք էր, հետաքրքրություն չէի գտնում, ճիշտ է, նորաբաց կլինիկա էր, ասենք լրիվ նորամուծություններով եւ այլն, բայց դուք սովոր եք ակտիվ դրայվեր պետք։ Մի խոսքով տեղափոխվեցի Ուրցքաբանության ազգային կենտրոն, 1 տարի աշխատեցի պալիատիվ ծառայության կլինիկայում, շատ ծանր էր աշխատանքը, տեսեք, ինչ ասում եմ, ամբողջը ստրեսի հետ։ Շատ դրա վրա եմ զարմանում։ Այո, տարիներին իմ բժիշկները ասում էին ստրես, վերջ, քեզ ստրես չի կարելի, ոչ մի տեսակի ծանրաբեռնվածություն, ոչ մտավոր, ոչ հոգևոր, ոչ ֆիզիկական, բայց միևնույնն է, ես ուր գնում էի, ստրեսը անդադ իմ հետևից գալիս է։ Այդ ստրեսային աշխատանքով 1 տարի պալիատիվ ծառայությունում աշխատեցի եւ ինձ նշանակեցին մամալոգիական բաժանմունքի ավագ բուժքույր։ Եվս 1 տարի աշխատելուց հետո արդեն տեղափոխեցին որպես կենտրոնի գլխավոր բուժքույր։ Հաստիկին շատ սիրեցի իմ աշխատանքը, ես տեսակով շատ կոմունիկացիոն մարդ եմ, չեմ սերում կոնֆլիկտներ, սկանդալներ եւ այլն, հավաքեցի թիմս, շատ սիրով աշխատում էի, շատ մեծ աշխատանք կատարեցի։ Քանի տարի այդտեղ աշխատեցիք։ Ես աշխատեցի 4.5 տարի, մոտ 4.5 տարի եւ որից կարելի ասել 1 տարին ընդամենը ես հերթապակույր աշխատեցի, 1 տարի հետո արդեն ոնց որ սենց էտապ ես աճեցի, բարձրացա ավագ, հետո գլխավոր քույր որպես։ Բայց հիմա ինչպես հասկանում եմ, ստիպված եք փոխել ձեր աշխատանքը։ Այո, ցավոք սրտի ոչ իմ նախաձեռնությամբ դա ստացվեց, ես էլ չհասկացա ինչու համար մեր նորանշանակ տնօրենը հրաժարվեց իմ աշխատանքից, որովհետև ամբողջ այս տարիների ընթացքում ես միայն գոհունակություն եմ լսել իմ կատարած աշխատանքի վերաբերյալ, ես միշտ վայելել եմ սերն ու հարգանքը մեր անձնակազմի, ես ուղղակի չհասկացա։ Գիտեք, այսպիսի մի բան եմ ես քաչ գիտակցում, որ յուրաքանչյուր տնօրեն երբ որ աշխատում է, ընդունվում է աշխատանքի,
սիրում է աշխատել իր թիմի նախընտրում է իր թիմով այո աշխատել եւ իր նախընտրած գլխավոր բուժքրոջ հետ ընդամենը պետք է շատ դիպլոմատ ձևով եւ շատ գեղեցիկ ձևով ընդամենը դա ինձ ասել ես շատ սիրուն հասկանալով այդ ամենը ես կգտնեի ուրիշ աշխատանք եւ գեղեցիկ ձևով դուրս կգայի բայց այս կարգի ստոր արարքների եւ այս կարգի անարդար ձևով եւ ճղճիմ ձևով ճանապարհել ինձ իմ համար շատ վիրավորական էր եւ կոծկել այս ամենը միևնույն է ինչ որ դու կոծկում ես երկրի վրա բարձրալի կողմից միշտ տեսանելի է այո ես ընդամենը մի բան կասեմ Աստված թող դատավոր լինի ու պահապան լինի բոլորիս Մելանիա դուք այնպիսի դժվարությունների միջով եք անցել որ հիմա ուղղակի դրա մասին մտածելը ինձ թվում է անիմաստ է առավել եւս որ դուք ունեք շատ առաջարկներ եւ դուք չեք ընկճվել նոր մասնագիտացում եք ձեռք բերում եւ վստահ եմ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու եւ կա այդպիսի խոսք չէ որ ինչ որ լինում է դա դեպի լավն է լինում Այնպես որ ես վստահ եմ որ ձեզ միայն հաջողություններ են սպասվում եւ քանի որ արդեն խոսեցին գրեթե ամեն ինչի մասին ուզում եմ հարցնել հիմա ձեր փոքրիկը ինչ վիճակում է ինչպես է իրեն զգում տանը ինչպես եք դուք ձեզ զգում որպես մայրիկ որը երբ հետ եք նայում հասկանում եք որ ինչքան ճիշտ եք արել որ երբևէ չեք էլ մտածել նրան Միանշանակ ես շատ ճիշտ եմ արել ու ես հորդորում եմ բոլոր այն կանանց ովքեր կանգնած են նմանատիպ խնդրի առջև երբեք մի լքեք ձեր երեխաներին այդ ծանր զգացողությունով այդ ծանր վիճակով բեռով ապրելը հաստատ հնարավոր դեր հոգեվիճակը չեք կարողանալու դուք կարգավորել դուք անընդհատ այդ մեղքի զգացողությունը ունենալու եք այն որ ես հիմա գլուխս հանգիստ բարձին եմ դնում որտեվ իմ երեխաս իմ բալեն իմ հետ է դա շատ չեմ կարող ասել ոնց կարելի է տանես թողես ինչ որ միտեղ ու գաս հանգիստ գլուխը դնես բարձին մի արեք սիրելիներս նման բան Չէ որ չգիտեմ իմ երեխաս կոնկրետ արև է ես ուզում եմ որ ամբողջ աշխարհը իր շոուով իր տեսքով իր այդ ջերմությամբ ողողվի, որտեվ հիմա գիտեք ինչքան կյանքը դժվարացել է, մարդիկ ինչքան են չարացել, չէ, բայց ինքը իմ տանը ոնց որ մի հատ լույս լինի։ Ես ինչքան էլ բարկացած տուն մտնեմ, ես ինչքան էլ նյարդային տուն մտնեմ, այն որ ինքը արդեն գալիս է ինձ այդքան ջերմ գրկում է, համբուրում է, իմ համար դա աշխարհարշի։ Չգիտեմ։ Ինքը շատ սոցիալիզացված է, ես ասել եմ, ուղղակի մենք խոսք չունենք, մեր խնդիրը դա է։ Դեռ խոսքը չի զարգացել, ճիշտ է, միավանք բառեր ասում ենք, բայց բառակապակցություններ չենք կարողանում կազմել։ Առաջի դասարանա գնում, փառք Աստծո այդ առումով էլ ինձ, չգիտեմ, միշտ իմ կյանքում հանդիպում են շատ բարի մարդիկ, ոչինչ իմ կյանքում պատահական չի լինում։ Ես վստահ եմ նաև, որ դուք եւ ձեր բալիկները շատ երջանիկ եւ ավելի կայացած, ավելի հանգիստ կյանք եք ունենալու, որովհետեւ դուք այնքան ուժեղ եք, Մելանիա, եւ այս զրույցը իսկապես կարող է շատերի համար օրինակ լինել, որ մարդը պիտի միայն առաջ շարժվի, հատկապես երբ խոսքը վերաբերվում է երեխաներին, երեխաների համար հետ չնայելով։ Այո, ճիշտ եք։ Եվ մի օր այդ ամենը անպայման ձեզ է վերադառնալու, ձեր բալիկներին է վերադառնալու։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ եկաք։ Ես նույնպես անչափ շնորհակալ եմ, թող մեր կանանց, այն կանանց, ովքեր կանգնած են դժվարին իրավիճակներում, ներկայապահին, թող օգնի։ Այո։ Այս ամենը օգնի, որովհետև ինչ շատ անգամ ասում են, ասենք, երբ որ առաջարկ եմ ունենում հարցազրույցի, ասում են, եթե ուզում եք, մենք կարող ենք դեմքը փակել։ Ինչու համար փակել։ Ինչու համար, չէ՞ որ ես պետք է իմ օրինակով օրինակ ծառայեմ մնացածներին, որպեսզի կարողանան այդ դժվարին իրավիճակներից դուրս գալ, չէ՞։ Ինչու համար պետք է ես փակ դեմքով ներկայանամ։ Ձեր համարձակությունը նույնպես շատ կարևոր հանգամանք է եւ դրա համար եւս շնորհակալ եմ, Մելանիա։ Անչափ շնորհակալ եմ։ Շատ հաճելի զրույց ստացվեց, ջերմ զրույց ստացվեց մեզ մոտ Աննա ջան։ Ինձ համար էլ է շատ հաճելի, սելի հետևորդներ, դուք միացեք Տաբու YouTube-յան ալիքին, որովհետեւ ես փորձում եմ հրավիրել այն կանանց, զրուցել այն կանանց հետ, ովքեր իսկապես բարդ ճանապարհ են անցել եւ հաստատ մենք բոլորս ինչ որ բան ունենք սովորելու։ Մենք կհանդիպենք։ Մեր գործընկերն է Կինեա գինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ եւ կարմիր տարբերակներով։ Կինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Կինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։
Մեր գործընկերն է վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։ Յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաև դուք։ Վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը։ Հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի և տաղավարը մեզ տրամադրելու համար։